Ինչքանով դիտորդական առաքելությունը ձեզ հնարավորություն տվեց այլ տեսանկյունից նայելու տարբեր հարցերի ու հատկապես եթե մենք այս ամբողջը տեղափոխում ենք նաև հակակոռուպցիոն դաշտ։ Սենյակում կայացում են որոշումներ, որոնք պիտի ծառայեն համայնքի զարգացմանը։ Ձեզ դիրքավորել եք որպես նախ եւ առաջ երիտասարդ, հետո նոր արդեն կին։ Դու ընկալվում ես որպես անփորձ էնտուզիազմով երիտասարդ, ով եկել է ինչ-որ փոթորիկ անելու։ Խմբագրված իրականությունը ավելի է դարձնում անհասանելի այդ պատմությունը այն իրականությունից, որի մեջ մենք ապրում ենք։ Ավականու անդամ լինելը չեմ համարում մեծ քաղաքականության մաս, ես համարում եմ դա համայնքի համար կամավորություն եւ գուցե այս քվոտավորումը նաեւ նպաստեց, որ եղան առաջարկներ։ Ինչպես ստացվեց այդ քաղաքական առաջարկը, ինչպիսի տեսք ուներ։ Քվոտավորման ուղղված ոնց որ գործողություն է եւ պարտադիր իրենց հետևում պիտի լինի մարդ, տղամարդ, ով իրեն մղել է այդ որոշմանը։ Ինչ գին է վճարում յուրաքանչյուր կին մուտք գործելով հանրային եւ քաղաքական դաշտ։ Որոնք են խնդիրները համայնքներում եւ մարտահրավերները, որոնք ծառացած են կանանց առջեւ։ Այս եւ այլ հարցերի շրջանակներում զրուցելու ենք Արդիկ համայնքի ավականու անդամ Լիլիթ Հաջաթյանի հետ։ Բարև ձեզ Լիլիթ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ողջույն Լիլիթ ջան, ես նույնպես շնորհակալ եմ։ Հետ մեր զրույցը փորձենք սկսել ձեր նախապատմությունից։ Որն էր այն նախաբանը, երբ որ դուք արդեն զգացիք, որ ձեր մուտքը քաղաքականություն այլևս հստակ է եւ սահմանված է ձեր իսկ կողմից մշակված կանոններով կամ օրինաչափությամբ։ Շնորհակալություն, ես միշտ այս հարցը ստանում եմ եւ ընկերներից եւ մարդկանցից, ովքեր լսում են, որ ես ավականու անդամ եմ լինելով այսքան երիտասարդ, իրականում նախապատմությունը եկել է դեռ վաղ տարիքից, երբ որ տարբեր ծրագրերում, նախաձեռնություններում, որպես համայնքի ակտիվ երիտասարդ ներգրաված եմ եղել, այդ ծրագրերը շատ բազմաթիվ ոլորտներ ունեին։ Դա երիտասարդական ծրագրերն էին, համայնքի զարգացման ծրագրերն էին, նաև բարեգործական, ու այսպես ես հասկացա, որ կա համայնք, որ ունի սահմանված ծրագրեր, բյուջե եւ այդտեղ այդ սենյակում կայացում են որոշումներ, որոնք պիտի ծառայեն համայնքի զարգացմանը եւ այդտեղ պիտի լիներ նաև երիտասարդ համայնքի ներկայացուցիչ, ով կներկայացներ երիտասարդական խնդիրները կամ իր աշխարհայացքով կկիսվեր այն անդամների հետ, ովքեր գուցե չէին առնչվում շատ խնդիրների ու չէին տեսնում շատ համայնքային բացեր, որոնք տեսնում են երիտասարդները։ Ոնց որ փորձեցի երիտասարդ դեսպանը լինել։ Այսինքն ես ոնց հասկանում եմ ձեր ներկայացրածից, դուք առաջին պահից ձեզ դիրքավորել եք որպես նախ եւ առաջ երիտասարդ, հետո նոր արդեն կին։ Իրականում ես երբ որ սկսեցի ուսումնասիրել, հասկացա, որ ինձ պետք է նախ որոշակի գիտելիքներ, որոնք ես ստանալուց հետո հաստատ կորոշեմ մտնել քաղաքականություն։ Ես իրականում համայնքի ավականու անդամ լինելը չեմ համարում մեծ քաղաքականության մաս, ես համարում եմ դա համայնքի համար կամավորություն, որը պիտի բարեխղճորեն եւ ոնց որ գիտակցված գնաս այդ որոշմանը։ Ու այսպես ավարտեցի մի քանի քաղաքական դպրոցներ, հակակոռուպցիոն դպրոցը, հետո նաև փորձի փոխանակում արեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներում հենց քաղաքականություն թեմայով, այնուհետև եղա դիտորդ 2018 թվականից երկարաժամկետ դիտորդություն իրականացրեցի եւ այսպես պատկերացրեցի համայնքում առկա ամբողջ ընտրական process-ը ու որոշեցի, որ այո, երևի հենց հիմա ճիշտ ժամանակն է եւ ահա 2021 թվականին Արդիկ համայնքում պիտի լիներ թիմ ընտրությունները եւ ես ստացա մի քանի կուսակցություններից առաջարկ լինելու կին ավականու անդամ, դե ինչպես արդեն օրենքներ պահանջում կանանց մասնակցությունը պարտադիր էր եւ գուցե այս քվոտավորումը նաեւ նպաստեց, որ եղան առաջարկներ եւ այսպես որոշեցի, որ այո, գուցե հենց հիմա ժամանակն է փորձելու ու այդպես ընտրվեցի որպես ավականու անդամ։ Շատ բարի, ինչ անդրադառնալ է ավականու անդամ որպես ձեր գործունեության, իրականում ինձ հետաքրքրում է նաև ձեր
դիտորդական առաքելությունը եւ ինչքանով դիտորդական առաքելությունը ձեզ հնարավորություն տվեց այլ տեսանկյունից նայելու տարբեր հարցերի ու հատկապես եթե մենք այս ամբողջը տեղափոխում ենք նաեւ հակակոռուպցիոն դաշտ։ Դիտորդությունը ծանոթացրեց ամբողջ քաղաքական դաշտին, որը ունենք Արթիկ համայնքում եւ հարակից գյուղական բնակավայրերում, դա ոնց որ հիմնական քաղաքական խաղացողների հետ ծանոթանալներ, ինչպես է իրականացվում, ինչ ռեսուրսներով են իրականացվում քարոզչություն, նախընտրական, հետընտրական ամբողջ process-ին ծանոթացա ու այսպես ես հասկացա, որ ոնց որ գիտելիքների առումով պատրաստ եմ նաև ընտրական process-ներին մասնակցելու եւ ստացվեց։ Հիանալի է, անդրադառնանք ձեր խոսքում պարբերաբար նշված կրթության եւ գիտելիքի եւ հմտությունների թեմային, ինչքանով էր բավարար այն կրթությունը, որը դուք ունեիք ակադեմիական դաշտում եւ ինչքանով էր կարեւոր այն կրթությունը, որը ունեիք դուք ձեր հասարակական գործունեության շրջանակներում ձեռք բերված այդ հնարավորությունների սահմաններում։ Ես մի քանի փոքրիկ դրամաշնորհային ծրագրեր ունեի Արթիկում իրականացված եւ այդ դրամաշնորհային ծրագրերի հիմնական նպատակը կամ ուղղված էր երիտասարդների զարգացմանը կրթական առումով կամ բնապահպանական խնդիրների լուծմանը կամ հենց համայնքային մասնակցային կառավարման ոնց որ բարձրացմանը ու սրանք եւս նպաստեցին, որ ես այդ որոշմանը գամ։ Այսինքն, եթե մենք փորձենք վերլուծել քաղաքականություն ձեր մուտք գործելու գործընթացը, ստացվում է, որ ձեր հասարակական գործունեությունը, ճիշտ եմ հասկանում, նպաստեց ձեր տեսանելիության բարձրացմանը, որի արդյունքում դուք ստացաք քաղաքական առաջարկ։ Այո, այս բոլոր ծրագրերում, որտեղ ես ներգրաված եմ եղել, դա բարձրացրել է իմ տեսանելիությունը համայնքում եւ ինձ գիտեին արդեն որպես ակտիվ երիտասարդ, ով հետաքրքրված է համայնքային խնդիրներով, դրանց լուծումներ էի փորձում գտնել, որոնք գուցե մի քիչ շատ երևակայական էին կամ ոչ շատ թրծված, բայց ամեն դեպքում ունեի որոշակի առաջարկներ, որոնք ինչ որ փուլեր անցնելուց հետո կդառնային իրականություն եւ կլուծեին որոշակի խնդիրներ համայնքում ու այո, այս տեսանելիությունը, այս ծրագրերը եւ այս կրթությունը ապահովեցին ինձ համար ստանալու առաջարկ։ Շատ բարի, բոլոր ավականու կին գործիչներին, ում որ հանդիպել եմ, իրականում յուրաքանչյուրն ունի հետաքրքիր մի պատմություն, ինչպես է ստացել քաղաքական առաջարկը, եւ այդ պատմությունը երբեմն շատ անհավանական է թվում, երբեմն շատ հումորային է թվում, երբեմն շատ ճնշման ազդեցության տակ է թվում, բայց ուզում եմ նաեւ իմանալ ձեր պատմությունը։ Ինչպես ստացվեց այդ քաղաքական առաջարկը, ինչպիսի տեսք ուներ, ոնց էր փաթեթավորված։ Քաղաքական առաջարկը բավականին պաշտոնական էր ինձ ուղված, դա մի քանի կուսակցությունների կողմից, ոնց որ ընտրապայքարին մասնակցող կուսակցությունների կողմից, ուժերի կողմից հենց առաջարկներ լինելու առաջին կին թեկնածուն, բայց ես չգիտեմ ինչու Հայաստանում դա ընկալվում է որպես օրինակ հերթական ընտրական ցուցակում հենց երրորդ համարը, ինչպես որ քվոտավորումն է պահանջում ու հենց այդ երրորդ համարը միշտ նախատեսված է կանանց համար, ինչը օրենքը դրա մասին չի։ Իհարկե ընտրեցի առավել քաղաքական ուժ, որը ես այդ պահին ճիշտ գտա ինձ համար շարունակելու ընտրապայքարը եւ համաձայնվեցի։ Իմ մոտ այդպիսի ինչ որ այլ պատմություն չի եղել։ Շատ բարի։ Ես ոնց հասկանում եմ, այս պահի դրությամբ մենք պիտի խոսենք նաև մի այլ հարցի մասին, որովհետև երբ որ մենք նայում ենք ձեզ որպես տարիքային խմբի ներկայացուցիչ, խոսքի երիտասարդության մասին է, եւ նայում ենք որպես արդեն գենդերային համատեքստում որպես կին, որ դեպքում է շատ ավելի դժվար, օրինակ Արթիկ համայնքում, լինել երիտասարդ, թե լինել կին, որպեսզի մուտք գործել քաղաքականություն։ Ինձ թվում է երկու դերերում էլ թիրախավորվում ես, որովհետև դու երիտասարդ ես եւ մարդկանց կողմից, ովքեր ունեն արդեն 30 տարիների համայնքի կառավարման փորձ, դու ընկալվում ես որպես անփորձ էնտուզիազմով երիտասարդ, ով եկել է ինչ-որ փոթորիկ անելու, բայց ամենևին դու այդ նպատակով չես այդտեղ եւ գիտակցում ես եւ փորձի տարբերությունը եւ նաեւ գիտես
քո մղումը որպես անհատ ինչի համար ես այնտեղ եւ ինչ ես ուզում եւ ուզում ես ոչ թե ապացուցել գոնե մարդկանց հասցնել, թե դու ինչի համար ես այդտեղ, որ չունես անձնական բրենդինգի, կարևորություն կամ չունես այլ միտում, քո միտումը միայն համայնքի զարգացումն է, այս մասով դու կրկնակի թիրախավորվում ես։ Հաջորդը, երբ որ դու կին ես, դա արդեն մի այլ մեկ փուլ ավել թիրախավորվում է, որովհետև էլի ենթադրում են, որ դու կին ես, չես կարող մասնակցել շատ բանակցությունների, որոնք գուցե եւ տեղի են ունենում տղամարդկանց խոսակցությունների շրջանակներում կամ գուցե ոչ պաշտոնական վայրերում, որոնց դու չես կարող ներկա լինել, այո, սա եւս թիրախավորում է քեզ մասնակցել ամբողջությամբ լինել ներգրաված քաղաքական որոշումների դաշտում։ Շատ բարի, կրկնակի թիրախավորում եւ կրկնակի թիրախավորումից անցնենք հաջողության պատմությունների բանաձևին, որոնք մեծ հաշվով բավականին մաշված են իրենց մեխանիզմով, այն առումով, որ երբ որ մենք լսում ենք ցանկացած քաղաքականություն մտած կնոջ հաջողության պատմություն, բնականաբար իրենք խմբագրված իրականության մասին են որոշակի հարցերով, եւ այդ խմբագրված իրականությունը ավելի է դարձնում անհասանելի այդ պատմությունը այն իրականությունից, որի մեջ մենք ապրում ենք։ Այսինքն սովորական հեռուստադիտողը կամ սովորական լսարանը, ով ուզում է հասկանալ հաջողության պատմության բանաձևը, այն ընկալում է որպես շատ իդեալական եւ շատ հեռու իր կյանքից եւ իրականությունից մի պատկեր։ Հիմա ես ուզում եմ մենք խոսենք շատ ավելի բաց եւ անկեղծ այն բոլոր խնդիրների մասին, թե ինչպիսի գին է վճարում իրականում կինը, երբ որոշում է կայացնում հասարակական ակտիվությունից զատ նաեւ մուտք գործել դեպի քաղաքական դաշտ։ Այն կանայք, ովքեր բնակվում են համայնքներում եւ ունեն որոշակի ակտիվություն համայնքային, իրենց համար գուցե մի քայլ առավել հեշտ է լինել ավագանու կազմում, որովհետեւ իրենք արդեն համայնքային ակտիվություն ցուցաբերելու ընթացքում բախվում են որոշակի կարծրատիպերի, անցնում են ինչ-որ ճանապարհով եւ արդեն ավագանու անդամ կամ ցանկացած քաղաքական մասնակցություն ունենալու մի փոքր ավելի պատրաստ են լինում։ Բայց այն կանայք, ովքեր չունեն հասարակական ակտիվության որևէ փորձ կամ ճանաչելիության մակարդակ համայնքում, իրենց համար առավել դժվար է լինում եւ ես կարևորում եմ, որ այն կանայք, ովքեր ունեն որոշակի տեսանելիություն համայնքում կամ իրենց ձայնը մի փոքր առավել լսելի է համայնքում, իրենք այդ սոլիդարական քայլը կատարեն դեպի այն կանայք, ովքեր ավելի պակաս փորձառու են, անկախ քաղաքական ուղղվածությունից, դիրքորոշումից, իրենք անեն այդ քայլը որպես կին, ով սոլիդար է մյուս կանանց նկատմամբ։ Սա ես շատ եմ կարևորում եւ իմ գործունեության ընթացքում ես անկախ քաղաքական տեսակետերից կամ պատկանելիությունից կանանց հետ առավել համագործակցային եմ եւ չի խանգարում որևէ քաղաքական տեսակետ մեր շփման ընթացքում։ Իսկ կոնկրետ խնդիրներ, որոնց բախվել եք, մարտահրավերներ, որպես քաղաքական գործիչ կին։ Սովորաբար, երբ կանայք որոշում են մտնել քաղաքականություն, բոլորի մոտ տպավորություն է, որ սա քվոտավորման ուղղված ոնց որ գործողություն է եւ պարտադիր իրենց հետևում պիտի լինի տղամարդ, ով իրեն մղել է այդ որոշմանը կամ գուցե հենց նա է որոշել, դա կարող է լինել ամուսինը, հորեղբայրը, հայրը կամ այլ հարազատ մարդ, բայց տղամարդու տեսքով։ Սա թիրախավորումներից մեկն է եւ իմ պարագայում էլ ինձ շատ են այդ հարցադրումը տվել, թե ով է այն մարդը, ով ինձ մղել է այս որոշմանը, բայց իրականում ոչ մեկ, սա լրիվ ինքնաբուխ իմ անձնական որոշումն է եղել։ Շատ բարի, մենք խոսեցինք նաև որոշակի շատ թեթև անդրադարձանք նաև կարծրատիպերին, թե ինչպիսի կարծրատիպեր գոյություն ունեն, եւ այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե դու որ պահից ես դառնում այդ կարծրատիպերը կոտրող, արդյոք կա այնքան ուժ եւ համարձակություն, որպեսզի դու փոխես այդ սովորական թվացող ընթացքը եւ կարողանաս որոշումները տեղափոխել այլ հարթության վրա եւ այդ process-ում ինչն է ամենաշատը դժվարություն եւ մտահոգություն առաջացնում։ Երևի համայնքային մակարդակում, սա գուցե մեծ համայնքներում, բայց կարծում եմ նաև մեծ համայնքներում նամանավանդ այն համայնքները, որոնք որ խոշորացված են եւ ունեն օրինակ գյուղական բնակավայրեր,
կին քաղաքական գործչի աշխատանքը շատ ավելի դժվարանում է։ Օրինակ ես մի քանի անգամ փորձեցի շրջել գյուղական բնակավայրերով, խոսել պապիկների հետ կամ տատիկների հետ, ովքեր հավաքվում են գյուղում, զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով։ Ես փորձում եմ իրենց հետ զրուցել, բայց այդ կարծրատիպը, որ դու երիտասարդ ես, դու խնդիրներին չես տիրապետում գյուղական, գյուղատնտեսական կամ առհասարակ որևէ խնդիրներին չես կարող տիրապետել ինֆորմացիային, այսը կարծրատիպ էր, որ դու պիտի հաղթահարես, իրենց հետ փորձես զրուցես, նաև որոշակի ինֆորմացիա փոխանցես, որ այդ մարդիկ վստահ լինեն, որ ոնց որ այո, երիտասարդ է, աղջիկ է, բայց հենց տիրապետում է ինֆորմացիային։ Այս մասով իրականում շատ դժվար է աշխատանքը։ Քաղաքական գործիչ կանայք եւ ոչ միայն կանայք սովորաբար քաղաքական գործիչները շատ են հատկապես վերջին մի քանի տարիներին նշում եւ մենք բոլորս մեծ հաշվով պայքարում ենք այդ երևույթի դեմ, որը ատելության խոսքն է, թիրախավորումն է եւ ուզում եմ հասկանալ ոնց է դա ձեր կյանքում տեղի ունենում, արդյոք դուք երբևէ ձեզ զգացել եք անպաշտպան խոցելի որևէ խոսքի կամ խոսույթի կամ բառամթերքի դեմ կանգնելով կամ միգուցե կան երևույթներ, որոնք ավելի խոցելի են դարձնում քաղաքական գործիչներին եւ իրենք մեծ հաշվով իզորու չեն այդ ամենի դեմ պայքարել։ Կանայք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, իրականում բախվում են կրկնակի ատելության խոսքի ելնելով կին լինելով, այսինքն իրենք թիրախավորվում են եւ իրենց արտաքին տեսքի համար, թիրախավորվում են եւ իրենց ընտանեկան սոցիալական կարգավիճակի եւ արդեն իրենց կատարած վերջում նոր կատարած աշխատանքի կամ ունեցած կրթության, կատարած գործունեության վրա, բայց համայնքային մակարդակով սա մի փոքր թույլ է, որովհետեւ երբ որ համայնքը փոքր է, բոլորը բոլորին ճանաչում են, այդ ատելության խոսքը, վիրավորանքը մեծ չի լինում, բայց արդեն մեծ քաղաքականությամբ զբաղվող կանանց համար դա իսկապես շատ բարդ է եւ ես իսկապես հիմա որ մտածում եմ, ես կկաշկանդվեմ մեծ քաղաքականություն գնամ եւ հաստատ կվախենամ որևէ ատելության խոսքից, բայց իհարկե այս ամենահաղթահարելի է, եթե իսկապես այդ որոշումն ու մղումը կա։ Բավականին ժամանակ է արդեն դուք ձեր քաղաքական գործունեության մեջ եք եւ կարծում եմ կարելի է մի փոքր համեմատություն տանել այն Լիլիթի հետ, ով հասարակական դաշտում էր եւ այն Լիլիթի, ով արդեն քաղաքական դաշտում է ավելի քան 4 տարի։ 5, հա։ Իրականում տարբերություն կա, ես զգում եմ եւ ոլորտին տիրապետելու, ինֆորմացիային տիրապետելու մակարդակով եւ արդեն խնդիրներին այլ տեսանկյունից նայելու, ավելի ռեալ նայելու հարցերին ու խնդիրներին, այս մասով իհարկե կա փոփոխություն, մարդիկ ովքեր հասարակական ոլորտում են, իրենց պատկերացումները ավելի գունավոր են, ավելի սիրուն են, իսկ քաղաքական դաշտից երբ որ նայում ես, ավելի ռեալ են, դու տեսնում ես խնդիրներ, որոնց բախվում է անմիջապես գյուղացին կամ համայնքի բնակիչը, ուղիղ ինչ խնդրի է բախվում, ոչ թե առավել ոնց որ գունավոր ու ծրագրեր, որոնք կրթական ծրագրերը, որոնք իրականացում են, իհարկե ես չեմ թերագնահատում իրականացվող ծրագրերը, որովհետև ես դեռ շարունակում եմ զբաղվել նաև այս խնդիրների լուծմամբ, բայց կարևորությունը արդեն առաջնահերթությունը խնդիրների փոխվում են։ Ավագանու ինստիտուտի մասին մի փոքր խոսենք, հատկապես արդեն համայնքի ներքին քաղաքականության տեսանկյունից, դուք ինչպես եք գնահատում ընդհանրապես ավագանու ինստիտուտի գործունեությունը, արդյունավետությունը, արդյոք գնում ենք դեպի դրական դինամիկայի, թե միգուցե բարելավման կամ լավարկման խնդիր ունենք այս համակարգի մեջ, արդյոք այն իրոք ծառայում է այն նպատակին, որի համար ստեղծվել էր։ Ես կարծում եմ, որ հիմա հենց այն սկզբնական փուլում է ավագանու ինստիտուտի ձևավորվում արդեն նաև կանանց մասնակցությամբ, որովհետև իսկապես բոլորս գիտենք, որ տարիներ, տասնամյակներ շարունակ կանայք այս փուլում ներգրաված չեն եղել։
Եվ հիմա գուցե մենք տեսնենք անփորձ կանանց, գուցե մենք տեսնենք մի քիչ վախեցող կանանց, բայց ես համոզված եմ, որ սա ժամանակի խնդիր է եւ ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց մենք իսկապես ունենալու ենք կայացած կին քաղաքական գործիչներ, ովքեր սեփական ոգեշնչմամբ եւ սեփական գիտելիքներով հասնելու են հաջողությունների քաղաքական դաշտում, որովհետեւ դեռ երբ որ նոր, վերցնենք տղամարդկանց, ովքեր նոր են մտնում քաղաքականություն, իրենք էլ են անում որոշակի սխալներ կամ պակաս տեղեկատվություն ունեն քաղաքական դաշտի վերաբերյալ, բայց իրենք թրծված են, արդեն անցել են որոշակի ճանապարհ, հիմա գուցե կայացած քաղաքական գործիչներ են, բայց պիտի հաշվի առնենք, որ կանայք այդ հնարավորությունը եւ այդ տարիները չեն ունեցել ու հենց այս կետից են սկսելու իրենց գործունեությունը։ Շատ բարի, մեր զրույցը փորձենք ամփոփենք նաև ամենակարևոր հարցերից մեկով շուտով Արթիկ համայնքում, ի թիվս նաև շատ համայնքների Հայաստանում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ինչ եք պատրաստվում անել դուք, արդյոք ցանկություն կա շարունակելու կամ այլ հարթությամբ շարունակելու, միգուցե նույն ձևով շարունակելու քաղաքականության մեջ ձեր գործունեությունը եւ ինչպիսի տեսլական եք դուք տեսնում կոնկրետ ձեր համայնքի համար։ Ես ես նախորդող տարիների ընթացքում հասկացա մի բան, որ գուցե սա շատ համայնքներում է կրկնվում, որ եթե դու իշխանական կառավարման օղակից չես, շատ դժվար է որոշումների վրա ազդեցությունը կամ նոր որոշումների անցկացումը եւ ես կարծում եմ, որ պիտի այս մասով որոշակի օրենսդրական փոփոխություններ լինեն կամ ուժերը, որոնք մասնակցում են ընտրապայքարին եւ անցնում են ավագանու կազմ, իրենք լինեն առավել վճռական, բերելու փոփոխություններ։ Այս պահին չեմ կարող հստակ պատասխանել, կշարունակեմ քաղաքականությունում մնալ որպես ավագանու անդամ, կմասնակցեմ ընտրություններին, թե ոչ, բայց քաղաքական դաշտից հաստատ չեմ հեռանա եւ որոշակի մասնակցություն ինձ թվում է կունենամ նորից համայնքում։ Շնորհակալություն Լիլիթ հետաքրքիր զրույցի համար, ձեզ հաջողություն ենք մաղթում ձեր հետագա գործունեության մեջ եւ մեր հեռուստադիտողներին ես հիշեցնեմ, որ բաց տեքստով հեռուստացրագիրն իրականացվում է նոր ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ։ Հաջողություն։